Արդեն իմ ցավոտ կողմն է։ Դե ես էլ փոքր չեմ, կարող ինձ Քանի տարեկան եք։ Քանի տարեկան կլինեմ։ Մի 50 քանի։ Իսկ եթե 60 քանի։ Հա։ Չէ, փոքր եք։ Ստայ կդառնամ 63։ Կլերանավացուներիքն ու արդեն կլոր 20 տարի կլինի, ինչ ժպտադեմ Արմինեն սար է բարձրանում իր կյանքի անբաժան դարձած ճանապարհով։ Գարնան շունչը դեռ նոր է բացվել, բայց ժամանակն է, որ քոչը կապի ու հին ու բարի ապրեցնող ավանդույթները նորից կյանք ստանան։ Չորքոտանիները ողջ ձմեռ համբերատար գոմում կապված են մնացել, հիմա անհանգիստ են, քթներով արդեն որսացել են ու պրունկներն արդեն պայթում են սարերից փչող գարնան ու կանաչի կանչող բույրերից։ Նրանց աչքերում հեռավոր գեներում պահպանվող ազատության կանչն ու սպասումն է, լեռների հովերի կանչը։ Գոմի դռան ամեն ճռոցին վարպետի այլավորի փորձառու աչքը նկատում է նրանց աչքերի սպասումը, իսկ մեղմբառաչում խնդրանքը դուրս դեպի բնություն։ Լեռների ծայրին պատսպարված ծաղկաշատում սար գնալը օրացույցով չէ։ Այստեղ մարդ թե կենդանի արարած հեռավոր յայլաների կանչը զգում են, ասես բնության տված մեկ այլ զգայարանով։ Արմինեն էլ իր մշտական ու բարեհոգի ժպիտով լեռնային հեռաստանների կանչով պատրաստ է նորից անցնել նույն ուղին, դեպի սար, դեպի կանաչ մարգագետիններ։ Երբ քաղաքից հարզ եկավ այս տուն, մի քանի տարի սար չգնաց, նոր կյանք, նոր միջավայր, ուրիշ հոգսեր։ Սար բարձրանալը կարծես մի քիչ հեռու բան էր թվում, բայց տարիներն իրենց նարեցին, սկեսուրի առողջությունը քիչ-քիչ վատացավ ու տան ամբողջ ծանրությունը կամաց անցավ նրա ուսերին։ Այդ ժամանակ էր, որ հասկացավ ապրուստը հացը սարից է ու եթե ինքը չգնա, էլով պիտի գնա։ Հավաքվեց, քոչը կապեց ու առաջին անգամ ինքը բարձրացավ արդեն ոչ թե որպես հյուր, այլ տան ու սարերի տիրուհի։ Այդ օրվանից անցել է 20 տարի։ Ամեն գարուն հենց մայիսը մոտենում է նրա ներսում մի նույն զգացողությունն է արթնանում, ճանապարհի կանչը, սարերի ձայնը։ Բայց հիմա ամեն ինչ մի քիչ ուրիշ է, եթե առաջ գնում էր պարտքից, հիմա գնում է նաև գիտակցումով։ Հոգսերը շատացել են, անասունի պահել, կաթի գործ հասցնել, ընտանիքի կարիքներ հոգալ, բայց նպատակները չեն փոխվել։ Չի կարա չեմ ուչման, որովհետև էլ եմ ասում, երեխին պետք է որ դու օգնես, աջակցես, երեխին իր նպատակներին հասնի, ոնց կա չեմ ուչման ես։ Ես իմ կամքով իմ երեխին օգնում եմ, որ ոտի կանգնած մնա, էլ ավելի ոտի կանգնի։ Ես մի անգամից մենակ գնացել եմ ու շատ ապրանքով, բայց գնացել եմ իմ կամքով։ Հիմա մեր գյուղից երկու հոգի ենք, երկու տունա սար գնում մեր գյուղից, բայց այն ժամանակ էլի կային, որ ես նոր գնում էի, էլի կային գնացողներ, մի աշճանաբար սարից կտրվում են։ Ինքը սարից չի կտրվի, քանի ոտքը բռնում է, քանի ուժ ունի սար է գնալու, ասում է ու բացում գոմի ծանր դռները, որոնց ներսից մի անգամից կենդանի շունչ է դուրս գալիս, խառնված տաք հոտի, խոտի բույրի ու անասունների ձայների հետ։ Մուտքի մոտ կարելի է ասել փոքրիկ մսուրն է, նորածին հորթերն են, ամեն անգամ Արմինեն դրանց մոտ ավելի երկար է կանգնում ձեռքով շոյում, իսկ ավելի խորքում մի կողմ լիքնանասում, որ տարիների չարչարանք, անքուն գիշերներ քրտինքով վաստակած ապրուստ է։ Հորթերին կերակրում է ու մեզ ուղեկցում իր մառան, որտեղ տեսակ փակոցներով դարակաշարեր են, որ հարսի շնորհքն են։ Սարից գալիս են միայն դեկտեմբերին, այնպես որ սարի հավաքած մոշն ու մոռը փակում է հարսը, որ թեև քաղաքում է ապրում, բայց ոնց ասում են, ոտքը գյուղից չի կտրում։ Սարում ենք եղել, գալիս ենք դեկտեմբերին, ձմեռը ստեղ ենք անցկացնում, ապրիլին գնում ենք սարը։ Մեր սարը այն ժամանակ, կոմունիստների ժամանակ համարվել է ձմեռանոց։ Դրա համար շատ ցուրտ չէ, էլի կարում ենք այդ եղանակին մնանք։ Համա գեղի կլիմայի չափա, ընդեղի կլիման էլ։ Դրա համար ցուրտ չի, հետո հարմարություններից լավ է, մեծ գոմ ունենք, տունը դափ չի, տան պես սարքած է, տաք է, ապահով է։ Ընդեղ ավելի հեշտ ենք, դրա համար շուտ ենք գնում։ Ձմեռանոցի բնակիչները տարեց տարի նվազում են, տխրություն բերում։ Ինչեր ասես չի տեսել բարձրագնան ախրապանների հնամյա այդ կայանատեղին, էլ լորվա քաջերի ապաստան, լեզգիների արշավանքներից փախստականների, էլ վրաց ոստիկաններից փախածների ու բոլշևիկ հեղափոխականների։ Դեռևս մի քանի տարի առաջ յոթ ու տնտեսություն էր հաշվում, հիմա մենակ ինքն է։ Այստեղ էլ այնտեղ սարում էլ 30 գլուխ անասուն պահելը հեշտ չէ, բայց ինքն ու ամուսինը իրար թևու թիկունք դարձած գլուխ են հանում։ Առավոտը վեր ենք ենում, սուրճ ենք խմում, գնում գոմը, կովերի կթում, ամուսինը ստանում արածացնելու հանդնատանում, ես էլ իմ կաթն եմ մշակում, իմ հորթերն եմ մշակում, մի խոսքով խոզա, հորթա, տան գործերը ես եմ անում, հետո գալիս է, էլի իրիկուն է ճաշին, տենց չորսին,
Գնում նորից անասունները հավաքում բերում, էլ իրիկունը ես եմ միասին կթում ենք, կաթը մշակում եմ, մշակած կաթն երեխեքը տանում են ռեալիզացնում են։ Կովերն առայժմ քիչ են կտվում, մի գլուխ պանիր առավոտյան, մեկն էլ երեկոյան կթից հետո է անում։ Պետք չէ, որ հորթերը որփություն քաշեն, կաթի մեծ մասը այս շրջանում նրանց է բաժին հանում։ Շրջելու է, հենց կակրած շրջելու է։ Այս սեզոնին քիչ է կտվում։ Հա, նոյն կովերը նոյն սկսում կծնելը, կաթը քիչ ալում, քիչ ենք մշակում։ Արմինեի երկու երեխաները վաղուց արդեն քաղաքում են ապրում իրենց կյանքով, իրենց հոգսերով, բայց գյուղից չեն կտրվում։ Այս տարի գյուղում խմելու ջրի հարցը կարգավորվել է ու որդին էլ մոր կենցաղը բարելավելու մտքով առանց երկար մտածելու սկսել է փոփոխությունները։ Արևային ջրատաքացուցիչ է տեղադրել, սանհանգույցներն է նորոգել ու հիմա էլ ամբողջ տան վերանորոգումն է ընթացքի մեջ։ Տունը կամաց փոխվում է, դառնում ավելի հարմար, ավելի լուսավոր, ավելի ժամանակակից։ Արմինեն նայում է այս ամենին մի քիչ զարմացած, մի քիչ հպարտ։ Կատակում է, թե այս պայմաններից հետո Սարի զուգարանն ու անհարմարությունները աչքին չեն երևալու, ու մեկ էլ տեսար միտքը ծռվի ու գիծաճամփա մնա։ Ընդեղ ունենք շուտվա սարքած բաղնից, այն ժամանակ, որ ոչ մեկը գյուղում չուներ, էլի մենք ունեցել ենք, էլի sense կաֆելով, մետլախով սարքած ունեցել ունենք։ Դեռ միջև մի օգտագործում ենք դա, բայց մի արդեն այս ձեր բաղնից հազվագյուտ մարդ ունի, որովհետև ջուրը նոր արդեն գյուղում մտած։ Ով էր տանը ջուրը տեսած, գրում ենք ներքև աղբյուրից ջուր է կրում, այնքան ջուր են կրել, տեկրոս աղջնաց, մեր թևերս արդեն դարել է, դժվար էր, ընդեղից տոննաներով ջուր էին կրում, որ կամ անասուն պահենք, կամ լվացք անենք, կամ տան հոգսերը քաշենք։ Հիմա տանը ջուրը տաքը կա, արևային դրել երեխե, տաքացուցիչը դրած է, ջուրը կա, խնդիր չունենք։ Այն մի սենյակը ռեմոնտարա չի, թորնիկների սենյակն է։ Դեռ սա էլ տեսեք, իր պլանների մեջ սա էլ է դեռ մտնում, որ սա էլ պետք է ռեմոնտարվի։ Գյուղում ջրի հարցը լուծվել է ի ուրախություն իրենց, բայց շուտով կփակվի դպրոցը, գյուղի ամենամեծ աշխատատեղը։ Իր ջահելները այսպես թե այնպես քաղաքում են, իսկ այ մնացած ջահել ընտանիքները դժվար թե մնան գյուղում, ասում է։ Բնական է, եթե դպրոց չկա, աշխատանք չկա, ջահելը ստեղ ինչ գործ ունի։ Դե մի հարցս էլ տղես էլ դե աղջկաս չեմ ասում։ Սովորած ավարտած իրանք աշխատանքը ունեն։ Գան ստեղ նստեն անասուն պահեն, բա ինչի համայն այդքան սովորել։ Բայց Արմինեն այն մարդկանցից չէ, որ հեշտ հուսահատվում են, ինքը լավատես է իր ձևով, իր պարզ, բայց ամուր հավատով։ Հավատում է, որ գոնե իր սերնդի մարդիկ, իր նման տարիքի կանայք ու տղամարդիկ կանգուն կմնան, կպահեն գյուղը, չեն թողնի, որ անասնապահության կրակը մարի։ Միջև իմ տղի դպրոց գնալը գյուղում երեխա չկար, ասենք իմ ամուսնու տարիքին գնացել են, մեծացել են, իմ տղեզ որ գնաց առաջ դասարան, 4 աշակերտ, 4 տղա երեխա դրան ու դպրոցը բացվել է։ Այսքան ժամանակ բացված մնացել է, բայց մի արդեն աստիճանաբար կփակվի։ Չկար, երեխա չկար։ Մեծացել էին, ամուսնացել էին, նոր երեխեք էին ունենում, նոր երեխա պետք է դպրոց գնար։ Դրա համար դպրոց չկար։ Հիմա դե որ աշխատանքը լիստեղ մենակ անասունների գործը չլինի։ Կմնան, երիտասարդությունը կմնա, բնությունը լավն է, օդը մաքուր է, կմնան ստեղ կապրեն, բայց որ աշխատանք չկա, ինչ անեն, ստիպված պետք է գնան։ Մի աղջիկը Սալավերդուց գալիս է ստեղ դաս տալի գնում։ Փեսես ընդեղից գալիս է ստեղ աշխատում գնում։ Չեմ ուզում իմ երեխեքին մոտել են, տղես հարսս, նույն աշխատանքը ստեղ դպրոցում կարային անեն, բայց որ չկա, ուզած քաղաքում են մնում։ Շատերն այսօր մտածում են կրճատել անասունը, հեշտացնել իրենց կյանքը, բայց Արմինեն հակառակ ճանապարհն է ընտրել։ Գոմը լցված է կյանքով, բակը շարժով ու այդ ամենի մեջ Արմինեի համառությունն է տարիներով կոփված։ Երբ խոսում է գյուղի ապագայից, աչքերը մի տեսակ լրջանում են, բայց ներսում լույս կա։ Վստահ է, քանի դեռ կան նման մարդիկ, գյուղը չի լռի։ Կմնանք մենք։ Մենք էլ ինչքան կապենք, այնքան գյուղը կշնչի, երբ որ չենք գնա, արդեն գյուղն էլ կփակվի։ Սենց որ հետ եմ նայում, հիշում եմ ինչ աշխուժություն էր այս գյուղում, ինչքան երեխեք կային, շատ եմ ափսոսում, իրոք շատ եմ ափսոսում։ Շատ կուզեի, որ աշխատանքներ երեխեքն էլ ստեղ մնային։ Դպրոցը չփակվելու նախապայմանը դա է, որ մարդիկ ջահելները ստեղ լինեն, երեխեք ունենան։ Իսկ ջահելները ստեղ պետք է մնա, եթե աշխատանք չկա։ Աշխատանք պետք է լինի։ Հիմնական պահանջը դա է։
Դե ճանապարհն էլ խոստացել են, որ այս տարի գոնե մի մասը կսարքվի։ Անասուն պահելով, այսպես ասած թրիկ թափելով, ասում է քաղաքում տուն են առել, ուսանողներ պահել, գյուղտեխնիկա առել, հիմա տան նորոգում ու այդպես շարունակ։ Հիմա նպատակը երեխաներին օգնելն է։ Մեխանիզացիա տրակտորը առել ենք իր հնձիչով, իր հավաքիչով։ Ուրիշ զիլ ենք առել նորից, ասենք կեսուրանք հզնիվ են զիլ պիսյատը առել են մեր հետ միասին։ Բայց որ արդեն մենք ենք սարգնացել, այդ դրանք առել երեխեն, ալավերտը իր տունը առել ենք, առանց վարկի, առանց տոկոսի։ Այս տները ահագին երեխեն ձևափոխել, ահագին շինություն արել, մեր կեսուրանցը սարքած տները ահագին փոփոխություններ արել։ Երեխեն պարապմունքների ուղարկել, ասենք, սովորել մա որ տիգնա ինքը իր ուժերով եւ գնաց իր ուժերով երեխեն ընդունվեց համալսարան, վճարա տալիս։ Այսինքն լրիվ անասունով, հա։ Չէ, ես եթե ուզում եմ որ ինչ որ բանի հասնի ու գյուղում է, պետք է պահի անասուն։ Ես ուրիշ տարբերակ չեմ գտնում օրինակ իմ ընտանիքում, որ կարամ ես այդ տարբերակով, եթե անասուն չպահեցի, արդեն իմ տղեն պետք է գնա առերկիր աշխատելու, որ կարողանա այդ ինքն էլ նպատակներ ունի, հեռանկարներ ունի, որ պետք է իրականացնի, հիմա երեխեքի հետ հեռանկարները մտածում։ Դե ավելի լավ չի ես անասուն պահեմ, հենց իմ հայրենիքում, իմ օջախում երեխեն մնա իր նպատակներին հասնի։ Հիմա քանի դեռ իրերը կապելու ժամանակն է միայն, կանանային արևոտ օրվա հնարավորությունից օգտվել ու օղեթորման սարքն է գործի գցել։ Գյուղի տան եկող գնացողը չի պակասում, իսկ դա նշանակում է, որ սեղանն էլ չի հավաքվում։ Իսկ ինչ սեղան առանց տնական օղու ասում է։ Սա խնձորի արաղա, ձմեռը ունեցել ենք, աշնանը որ քաշել ենք, ինչքան քաշել վերջացրել ենք, ինչ էլ որ մնացել է, մի այստեղ սարքել ենք, քաշում ենք, որ արդեն այս ամբողջ պղինձա բան ապտի տանենք հետնես ընդեղ, որ ամառ աշնանը ընդեղ քաշենք։ Մենակ այս տարի այստեղ գյուղում կարկուտը վնասեց չեղավ, բայց սարումը մենք ունեինք։ Բաղում եղել է, շատ ա եղել բաղումը։ Ով հոչ աղայել է, ով տնարարայել կարողացել է տանի քաշի։ Ինչքան էլ ունենանք, մենք մեր տանը այնքան օգտագործում ենք, մենք արաղ չենք ծախում։ Հյուրեր շատ եք։ Շատ։ Մենք ստեղ տղես ընդեղ շրջապատով են, ամուսինս էլ տղես էլ մեծ շրջապատով են, հազիվ մենք ենք օգտագործում։ Հետո իր խոսքերի ճշմարտությունն ու ծաղկաշատցու սրտաբաց հյուրընկալությունն ապացուցելու համար տիկին Արմինեն նորից սլանում է մառան մի համեղ հնեցրած պանրի գլուխ բերելու։ Քիչ անց էլ իր թխած դեռ բույրով տունը լցրած հացն է դնում վառարանի մեջ, որ լավ տաքանա, կեղևը խրթխրթա ու ախորժակ բացող բույրը տարածվի ամեն կողմ։ Այսպես շտապ, բայց սիրով լի նա պատրաստվում է պատվով հյուրասիրել, ինչպես իսկական ծաղկաշատցուն է վայել։ Ես թխում եմ անպայման, սարումել եմ թխում ստեղել։ Զարմանում են, անկեղծ ասած զարմանում են, որ քաղաքից եկած աղջիկ եմ ու գյուղի այդ բոլոր գործերը անում եմ։ Ինքն էլ ջահել ժամանակ քաղաք էր ձգտում, բայց տան մեծերն արգելեցին գնալ, բայց Արմինեն իր ջահելներին քաղաք է ուղարկել, քանի որ գյուղում հեռանկար նրանց համար չի տեսել։ Ասեմ, իմ տղեզ, որ դպրոցում ստեղ մտավ աշխատում էր, ինքը միջև բանակ գնալը աշխատել է, մի տարի սովորել է, հետո աշխատել։ Բանակից հետո եկել այլի շարունակել։ Հաջորդ տարին Հաղպատի դպրոցում, դեստեղ ժամերը քիչ էր, Հաղպատի դպրոցում էլ ժամեր կար, հետը զուգահեռ պարապ մեր շաբաթվա 3 օրը ընդեղ էր, 2 օրը ստեղ էր։ Հետո եկավ մի պահ, որ ասավ ժամերը ընդեղի շատ է, չեմ կամ իրար հետ հարմարացնեմ։ Ոնց անեմ, ստեղ մնամ, թե ընդեղ մնամ, այդ հարցը ինքը ինձ տվել է։ Ես էլ ասել եմ գնա Հաղպատ տղա ջան, որովհետև ես ստեղ ապագա չէի տենում։ Ճիշտ է, ես լավա տեսեմ, բայց իա տեսել եմ։ Ասի, որ ստեղ ապագա չկա, կարող է մի 10 տարի, 15 տարի դպրոցը ըլնի, բայց հետո փակվելու է, դու մնաս առանց աշխատանք, ավելի լավ է գնաս Հաղպատ, քո հիմնական աշխատանքը այնտեղ գտնես։ Ինքը գնաց, մի տարի աշխատեց, հաջորդ տարին հարցս գնաց։ Արմինեն երբ վերջացնում է իր հյուրընկալության խառնաշփոթը, մի պահ լռում է, աչքը գցում հեռու սարերի ձյունածած գագաթներին։ Սիրտը թեթև չի, ցավում է իր գյուղի համար, իր ծաղկաշատի ապագայի։ Բարձր լեռների մեջ ծվարած այս փոքրիկ գյուղը հրաշք է իր մաքուր օդով, իր կանաչով, իր մարդկանց պարզ ու լայն սրտերով։ Բայց այդ նույն հրաշքի մեջ կա մի թաքուն տխրություն էլ, դատարկվող բակեր, լռող օջախներ։ Արմինեն գիտի, գյուղը միայն քարն
գյուղերն ու հողը չէ, գյուղը մարդն է։ Իսկ մարդիկ լքում են այս գյուղը, որ կամաց թաղվում է խոր լռության մեջ, ու քանի դեռ պետությունը դեմքով չի շրջվել դեպի գյուղն ու գյուղացին, այս հողը շարունակելու է լռել ու ծանրանալ տեսանելի ու անտեսանելի ցավերով, բայց այդ լռության մեջ կա համառություն, կա սպասում, կա հավատ, որ մի օր ամեն բան կփոխվի։ Հարգելի հետևորդ, եթե բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել եւ ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար։ Ալավերդի համայնքի եւ հարևան բնակավայրերի պատմությունը նախաուրարտական շրջանից մինչեւ մեր օրերը։ Անհայտ մանրամասներ։ Արտաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիկյան թագավորությունը եւ նրա արքա Դավիթ Անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան։ Ալավերդու խորհրդավոր քարայրերը, Լոռու քաջերի եւ լեզգիների արշավանքների ամենադրամատիկ եւ ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների եւ պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու չեզոք գոտի, Թիֆլիս Սանահին երկաթուղու շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում, գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Զայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիստ ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։